Նիկոլ Փաշինյանի մասնակցությունը պատարագին դուք ինչպես եք մեկնաբանում, դա քննադատությունների կենտրոնում է հայտնվել եւ նույնիսկ արդեն Կիրիլի խորհրդականն է ասում, որ Հայաստանի իշխանությունները իրենց սահմանադրական իրավունքները լիազորում են միջամտելով եկեղեցու գործերին։ Կիրիլը Ռուսաստանի հոգևոր առաջնորդ։ Հասկացա։ Նախ հարցադրումը կատարելիս պետք է առանձնացնենք հետևյալ հանգամանքները, ով ինչ գործողություններ է կատարում, ով է գործողություններ կատարում որևէ լիազորության շրջանակներում կամ գործում է որպես քաղաքացի։ Իրականում եկեղեցու գործերին որևէ մեկը չի միջամտում եւ երկրորդ կողմը մեդալի այն է, որ եկեղեցին ունենալով մեծ դեր մեր քաղաքացիների կյանքում իրականում տալիս է հնարավորություն քաղաքացիներին ոչ թե միջամտելու, այլ որոշելու, թե ինչ կերպ վարվեն կոնկրետ իրավիճակում։ Հիմա ես ինչպես կարող եմ մեկնաբանել այն ինչ տեղի է ունենում։ Կիրիլի խորհրդականի այս հայտարարությունը դուք միջամտություն համարում եք Հայաստանի ներքին գործերին։ Ես չեմ կարող մեկնաբանել արտասահմանյան գործիչների արարքները։ Տիկին նախարար, արդյոք Նիկոլ Փաշինյանը չի վերազանցել իր լիազորությունները եւ արդեն շատ որ պաշտոնեական լիազորության դրա մասին էի խոսում։ Թողենք կներեք, ավարտեմ հարցս։ Շատ իրավաբաններ են կարծում, որ Նիկոլ Փաշինյանը իշխանությունը սահմանադրության կարգն է տապալել խառնվելով եկեղեցու գործին։ Երբ որ մայրաթորը հայտարարում է, որ տվյալ քահանան կարգալույծ է, իշխանությունը չի որ պետք է որոշի նա կարգալույծ է թե ոչ։ Այսինքն նա ինչ որ ձևով մտնում է եկեղեցու գործերի մեջ։ Եկեղեցին սահմանադրական կարգ հասկացության մեջ ընդհանրապես չի մտնում։ Երկրորդ վարչապետի կամ որևէ այլ պաշտոնատար անձի լիազորությունների շրջանակներից դուրս է պատարագի գնալը, դա ուղղակի ցանկություն է, որը կարող է ունենալ յուրաքանչյուրը, այդ թվում վարչապետը։ Ինչով է դա միջամտություն եկեղեցու գործերին, եւ ես ձեզ խնդրում եմ այն ինչ տեղի է ունենում կոնկրետ անհատների հետ, որոնք հանդիսանում են եկեղեցական սպասավորներ, երբեք չկապել եկեղեցու հետ, որովհետև դրանք տարբեր բաներ են։ Որպես արդարադատության նախարար այդ ամեն ինչը չի կապում, բայց գոնե երեք տեսել եք այն կադրերը, թե ինչպես անվտանգության ծառայողը քաղաքացուն բերանը փակելով դուրս անում եկեղեցու, դա խախտում է թե չէ։ Կադրեր չեմ տեսել, բայց եթե բռնարարքի մասին է խոսքը, իհարկե դա քննադատելի երևույթ է, ոչ միայն քննադատելի, այլ նաև օրենքով պատժվող, եւ եթե այդպիսի բան է տեղի ունեցել, որը կրկնում եմ, որ ես չեմ տեսել, այդ մասին թող մտածեն իրավապահ մարմինները եւ տան համապատասխան արձագանք։ Կարծում եք, որ պետք է Նիկոլ Փաշինյանի անվտանգության աշխատակցին պատժել քաղաքացու դերանը եկեղեցուց։ Ես կարծում եմ, որ ցանկացած աշխատակից պետք է գործի իր լիազորությունների շրջանակներում, բայց ես եւ մենք այստեղ այս պահին գնահատականներ չենք կարող տալ, թե արդյոք որևէ անձ, այդ թվում որևէ լիազորություններ կրող պաշտոնատար անձ գործել է իրավաչափ, թե ոչ։ Այդ հարցի պատասխանը կարող են տալ միայն իրավապահ մարմինները։ Եվ տիկին նախարար, մեկ այլ երևույթի մասին, շաբաթ օրն էլ հրապարակվեց մի տեսանյութ, որը վերագրվում է Մայրաթորի դիվանապետին, խիստ անձնական բնույթի մի տեսանյութ։ Ինչպես է ստացվում, որ Հայաստանի Հանրապետությունում, որը ներկայացնում է իրավական պետություն, ժողովրդավար պետություն, եւ նման տեսանյութեր են պատրաստվում եւ հրապարակում, իդեպ այդ տեսանյութերը ոչ բոլորին է հասանելի, այսինքն ոչ բոլորը կարող են անել հատուկ ծառայությունները, մեծ լծակներ ունեցողները, ինչու պետությունը չի պաշտպանում իր քաղաքացիներին։ Ես չեմ կարող ասել եւ չգիտեմ ով կարող է դա անել եւ կամ չի կարող անել, ես կարող եմ ասել մեկ բան, որ երևույթը ուղղակի անընդունելի է, անձնական կյանքին ցանկացած միջամտություն, հատկապես եթե դա զուգորդվում է որոշակի տեղեկությունների հրապարակմամբ, անընդունելի է եւ ոչ միայն անընդունելի, այլ նաեւ քրեորեն հետապնդելի է։ Հիմա գործ կա դրանից։ Ես տեղյակ չեմ քրեական գործ։ Ենթադրում եմ, որ վաղ թե ուշ քրեական գործ պետք է լինի, եթե իրապես խոսքը անձնական կամ ընտանեկան գաղտնիք կազմող տեղեկությունների հրապարակման մասին է,
եւ եթե տեսանյութը fake չէ, ապա ես կարծում եմ, որ անձինք պետք է պարտադիր հաղորդում ներկայացնեն եւ պարտադիր պետք է քրեական գործ քննեն։ Դիմադիրները նշում են, որ գաղտնալսումներ են վերջի շրջանում, արդյոք չի մտահոգում ձեր դեսպաստը եւ չեք զբաղվում դրանով, համատարած Ես ինչով պետք է զբաղվեմ գաղտնալսումներով, խնդրում եմ էլի եթե կարելի է մի քիչ ներքև։ Ինչով պետք է զբաղվեմ ես գաղտնալսումները իրականացվում են կոնկրետ մարմինների կողմից, կոնկրետ նպատակներին համահունչ, իսկ այդ նպատակները կապվում են միայն հանցագործությունների կանխման կամ բացահայտման հետ։ Այլ պատասխան տալ չեմ կարող եւ չկա այլ բնության մեջ այլ պատասխան եւ պետք է նշեմ մեկ բան եւս, որ որպես օպերատիվ միջամտություն կամ օպերատիվ հետախուզական գործունեության տեսակ կամ միջոցառում ձեր կողմից նշված գաղտնալսումը իրականացվում է կամ կարող է իրականացվել, եթե դա մասնագիտացված մարմնի կողմից է իրականացվում, միայն դատարանի որոշման հիման վրա եւ դա է քաղաքացիների պաշտպանության երաշխիքը, այսինքն արկա է կոնկրետ վերահսկողություն նմանատիպ օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու նկատմամբ։ Չէ, երաշխիքը դատական վերահսկողությունն է։ Ունենք չգիտեք, այս բանը բոլորից լսում են թե չէ։ Բայց դա նոր իշխանությունը իրավունք չունի եւ չի կարող թույլ տալ կամ չտալ հատել որևէ շեմ, եթե խոսքը օպերատիվ հետախուզական միջոցառումների մասին է։ Բայց ես կարծում եմ, որ անձնական տվյալների ոչ իրավաչափ օգտագործման, անձնական կյանքի միջամտության հետ կապված բոլոր դեպքերը պետք է արժանանան համապատասխան արձագանքի եւ այն անձինք, որոնք որ ապօրինաբար օգտագործել են անձնական կյանքին առնչվող տեղեկությունները, ինչպես նաեւ հրապարակել են, պետք է ստանան իրենց արժանի եւ խիստ միայն անձնական կյանքի մասին տեղեկություններ տարածում հենց առաջինը Նիկոլ Փաշինյանի կողմից եղավ առանց տեսանյութի, սակայն մարդկանց անձնական կյանքի վերաբերյալ տարբեր գրառումներ եղան։ Ում կյանքի վերաբերյալ այն հոգևորականի, որը խախտել է գրառումը չկատարեր, այդ դեպքի վերաբերյալ հանրային մեծ հետաքրքրություն չէր առաջանա եւ տեսանյութը միգուցե եւ չհայտնվեր համացանցում։ Սա էր ուզում ասել։ Գուցե եւ ոչ, բայց վարչապետի ասելիքը այն էր, որ պետք չէ եկեղեցականները թողնեն իրենց գործը, ուխտը, առաքելությունը եւ փորձեն զբաղվել քաղաքականությամբ եւ անընդունելի է, որ եկեղեցին ունենա այնպիսի սպասավորներ, որոնք իրենց արժեքներում կեղծ են։ Մենք օրեր առաջ ականատես եղանք, որ Ժողովանավանքում Ես չեմ կարող մեկ քայլ առաջ գալ իրականում։ եկեք հետ։ Որ առաջ կան կգան։ Ինչ մտավ ես կարող ձեզ տիկին գայլան որ առաջ կա։ Միկրոֆոնները որ իջեցնեք մի քիչ առաջ կգան։ Ուղղակի չի լսվում, բայց իմ հարցը շարունակությունն է կներեք, ես սա վերջացնենք նոր։ Տիկին Գայլան, կներեք, դուք ասում եք, որ հատուկ մարմինները միայն գաղտնալսելու իրավունքի ունեն եւ դա ինչ որ գործառույթների շրջանակներում է լինում։ Կներեք, բայց մենք տեսնում ենք, որ այդ գաղտնալսումները հրապարակվում են իշխանական կամ իշխանամերձ հարթակներում եւ արդեն ակնհայտ է, որ դա եթե ինչ որ գործի շրջանակներում է եղել, ինչու իրավապահ մարմինը չի հրապարակում, այլ լրատվամիջոցները։ Ես չասացի, որ հատուկ մարմիններն ունեն միայն հնարավորություն, ես ասացի, որ իրավաչափ գաղտնալսում իրականացնելու իրավունք եւ հնարավորություն ունեն միայն օպերատիվ հետախուզական գործունեություն իրականացնող մարմինները, ինչը չի բացառում այլ անձանց կողմից ոչ օրինական ճանապարհով գաղտնալսումների իրականացումը, որը եւս քրեորեն հետապնդելի արարք է։ Օրեր առաջ մենք ականատես եղանք, որ Հովանավանքում ցուցարարները կամ ներկաները հարվածում էին լրագրողներին, սեռական բնույթի հայհոյանքներ հնչեցնում, փոչընդոտում, որպեսզի աշխատանքի լրագրողական մասնագիտական գործունեություն ծավալի, այս ամեն ինչի դուք ինչ գնահատական կտաք, միջեմակ իրական գործ հարուցված չի եւ նաեւ նկատել էր, որ ոստիկանությունը դիտորդի դերում է եւ չէ փորձում կանխարգելել գործողությունները։ Ցանկացած գործողության, որը իրավաչափ չէ, ես վատ եմ վերաբերում։ Դա է իմ գնահատականը։ Քրեական գործ որ հարուցված չէ, այս մասով։ Ես չգիտեմ քրեական գործ հարուցված է թե ոչ, եթե կան համապատասխան հատկանիշներ, վստահ եմ, որ քրեական գործ կհարուցվի։
Գնահատական չեք տալիս։ Ես արդեն տվեցի իմ գնահատականը, ասացի, որ ցանկացած բռնարարքին, լիազորությունների ցանկացած վերազանցմանը ես վատ եմ վերաբերվում։ Եվ դա իմ գնահատականն է։ Տիկին նախարար սահմանադրական փոփոխությունների հետ կապված ինչ նորություն կա ինչ։ Նորությունն այն է, որ Սահմանադրական խորհրդի նիստերը հաճախակի են հրավիրվում եւ վերջին նիստի ընթացքում մի քանի հարց դրվել է քվեարկության եւ Սահմանադրական խորհուրդը որոշել է որոշակի ձևակերպումների հետ կապված հարցերը, թե ինչպիսին դրանք պետք է լինեն սահմանադրության տեքստում։ Մենք առաջիկա 2 շաբաթների ընթացքում արդեն կսկսենք իրազեկման արշավը եւ բոլոր այն դրույթները, որոնց վերաբերյալ այլևս կա խորհրդի քվեարկությունը, մենք կներկայացնենք հանրությանը։ Իսկ հասել եք արդեն բանին հռչակագրին։ Նախաբանը եւ առաջին գլուխը դեռևս չեն քննարկվել, ուստի ոչ, հարցի պատասխանն է ոչ։ Եվ տիկին նախարար այս հարցը բարբերաբար եմ հնչեցնում, որովհետև անդադ բողոքներ ենք ստանում։ Համաներման կիրառման հետ կապված նախորդ անգամ ասացիք, որ չի նախահատեցում, հետաքրքրում է, հա, ազատազրկվածներին ինչու չի լինելու։ Որովհետև մենք ցանկանում ենք անհատական մոտեցում ցուցաբերել ազատությունից զրկված անձանց նկատմամբ եւ ոչ թե համընդհանուր կերպով լուծել մարդկանց այսպես ասած խնդիրը, որոնք կատարել են իրավախախտում, որի պատճառով գտնվում են անազատության մեջ, այլ անհատական կերպով փորձել գնահատել իրենց վարքը, օբյեկտիվորեն գնահատել իրենց վարքը, որպեսզի նրանք կարողանան հավակնել պատժից պայմանական վաղակետ ազատվելուն եւ մենք փորձում ենք զարգացնել այդ գործիքակազմը։ Բայց 18 թվականից այս կողմ կարծեք թե չի եղել որ վաղաժամկետ ազատեն, խոսքը ոչ շատ է եղել, ոչ միայն սմաների դեպքում, ես ուղղակի թվական տվյալներ հիմա չունեմ, բայց մենք անպայման կհրապարակենք, շատ ունենք դեպքեր, երբ անձինք պատժից պայմանական վաղակետ ազատվում են դատարանի որոշումներով։